Ողջույն բարեկամներ, նախ հարցում ուզում եմ սկսեմ շնորհավորելով իմ շատ լավ բարեկամ, լավ ընկեր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրը միայնակ գայլի։ Շլուսավոր կերպարա, չէ։ Ես ուզում եմ, որ սերունդները հիշեն իմանան Արայիկ Խանդոյանի մասին, այս կերպարի մասին հիշեն։ Ես ուզում եմ օրը գա մի օր մենք ֆիլմեր ունենանք նկարած Արայիկ Խանդոյանի եւ մնացած մեր հերոսների կերպարների մասին, որովհետև այս կերպարներն են, որ մեզ տարբերելու են, բերելու են մեր իսկական մեր վիճակին, հայի ճիշտ վիճակին, որովհետև այսօր եթերն ու ինֆորմացիոն դաշտը այնքան ճիվաղներով է լցված, որ մենք ակամա սկսում ենք մեզ ասոցացնել այդ ճիվաղային կերպարների հետ, իսկ Արայիկի կերպարը եւ ոչ միայն Արայիկի, մեր տղաքի, մեր այս լուսավոր չհանձնվող, հիշում եմ որ ասեց այս ՊՊՑ-ի գրաման ժամանակ է, որ ասեց որ մեզ պաշտպանվողներ պետք չեն, մեզ հարձակվողներ են պետք, այս տեսակն է պետք, այս տեսակն է մեզ պատկասում հասարակության մեջ։ Հիմա ասենք մնացած կարևոր հարցերին։ Չնայած արտաքին հայացքից սոսկալի բաներ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց իմ կարծիքով ցանկացած սոսկալի բան նույնիսկ եթե կատարվում է, բայց դու դրա մասին առնվազն տեղյակ ես եւ ստապ կարողանում ես քո գործողությունները պլանավորել եւ կարծիք ունենալ, շատ ավելի քեզ շահեկան դիրքում ադրվում, երբ որ դու դրա մասին տեղյակ չես եւ թվացial խաղաղության թիկունքում կատարվում են այդ նույն սարսափելի բաները։ Հիմա ի՞նչն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ եթե համեմատենք 15 թվականի ցեղասպանությանը եւ այսօր, ցեղասպանությունը պլանավորվում էր մեր թիկունքում, բայց հայ ժողովուրդը տեղյակ չէր։ Այսօր նույն ցեղասպանությունը պլանավորվում է, բայց հայ ժողովուրդը տեղյակ է։ Այդ մասին ասվում է, այդ մասին գրվում է, այդ մասին հայտարարվում է եւ խոճապի չմատնվելու եւ ճիշտ եզրակացություններ կատարելու պարագայում կարող են կանխարգել այն, ինչ որ չկարողացան կանխարգել 1915 թվականին։ Իդեպ 1921 թվականին, երբ որ հիմք տրվեց Նեմեսիս գործողությանը, դա նրա պատճառով էր, որ Նեմեսիս գործողության մասնակիցները չեն կարողացել կանխել ցեղասպանությունը մի պարզ պատճառով, նրանք տեղյակ չէին դրա կազմակերպման մասին։ Այսօր Նեմեսիս գործողությունը կարող է կանխարգել ցեղասպանությունը, որովհետև մենք արդեն տեղյակ ենք ինչ որ ուզում են կատարել մեր նկատմամբ։ Եվ այսպես, քանի որ անպատժելիության զգացումը ամենասոսկալի զգացումներից մեկն է, որ մարդու մեջ կարող է բացահայտի նույնիսկ անբացատրելին, նույնիսկ բաներ, որ մարդն իր մասին չգիտեր։ Այդ զգացումը իշխանական կառույցներում բացահայտում է նույնիսկ իրենց համար նոր բաներ։ Ես ուզում եմ լսենք մի քանի դրվագ։ Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից։ ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների վրա գոռգոռալով, նրանց որակումներ տալով ներողություն է խնդրում երեկվա իր հայտարարության համար, թե Արցախում 2023 թվականին 10 հոգի է զոհվել։ Ուղեղիս մեջ այդ թիվներ է, դες շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել։ Հասկանում եք, այստեղ խնդիրը իր համար թիվի մեջն է, ասենք ոչ թե 210, այլ 10։ Իր համար այդ ամբողջ խնդիրը հենց այդ թվի մեջ է եղել, ոչ թե երևույթի, ոչ թե որ նույնիսկ 10 զոհ դա արդեն զոհ է, ոչ թե որ Արցախա դատարկվել, ինքը ընդամենը թվի կռիվ է անում։ Դե ճիշտ հասկացեք, թվի համար ապրող մարդը, որի համար ամեն ինչ թիվ է, ապրող մարդ ուրիշ ձև չէր կարող մտածել, հա։ Ու մարդ, որ ապրում է, որի համար նայած ինչ թիվ են դրա համար վճարում, այդ կոնցեպցիայի մեջ մարդը այլ բան չէր կարող մտածել։ Լսենք շարունակություն։ Լավ անարմար չի։ Հիմա սարնակ ձև ասնեմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղիղ պետք մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում։ 24 News-ի հետ զրույցում երեկ իշխանական Սուքիասյանը սոցիալական խնդիրներից բողոքող արցախցիներին նախատել էր, թե Հայաստանում ապրուստի բնակարանի խնդիր ունեն, որովհետև չեն կռվել Ադրբեջանի հարձակման ժամանակ ու լքել են իրենց տները։ Երբ այդպես պետք է լինի։
Լրագրողի դիտարկմանը, թե այդ օրերին մեծ թվով զոհեր են եղել, ՔՊԱ-ական պատգամավորը զայրացած հակադարձեց, նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ։ Սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում։ Այստեղ թվի մասին չի խոսքը գնում։ Սա դուք չեն կռվել, դուք սուտ եք խոսում, զոհ չի եղել, թվի մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Այստեղ թվի մասին խոսք չկա։ Թվի մասին հիմա այս արդարացումը նշանակում է մի բան։ Մարդը ոչ միայն երեք ստախոսը լկտի էր, այսօր ավելի անամոթ է, հա, որովհետև ստախոսը երբ որ երեք ասում էր այս նույն խոսքերը, որ կռիվ չի եղել, պաշտպանություն չի եղել, դիմադրություն չի եղել։ Այսօր առավել եւս նա իր երեկվա ստախոսությունը բերեց մի աստիճանի, որ ինքը ընդամենը թիվը սխալ ասել։ Թիվ, միջդեռ թվի մասին հələ խոսք չկա։ Իր ամբողջ մեղադրանքերն է, որ այնտեղ չեն կռվել, եկել են Հայաստան բան են պահանջում։ 23 թվականին 10 հոգի մարդը, եթե բենզինի տրակելուց է, դա ուրիշ բան է։ Իսկ բենզինը չի տրակեց։ Ավելի բենզինի մոտ ինչու բոլորին տրակացեցին։ Դա խաղաղ ժամանակներ, ոչ մի բան չէր կատարվում ու բենզինի մոտ կատարվեց այդ դիվերսիան։ Հələ մենք պետք է հասկանանք, այդ դիվերսիան ով է կազմակերպել, հա, ոնց եղավ, որ այդքան վառելիք կար եւ Արցախի ղեկավարությունը նախօրոք չէր հոգացել դրա մասին, հա, ու ոնց եղավ, որ Ադրբեջանից բերված հատուկ ցիստերը դրվեց այնտեղ, ոնց եղավ։ Այդ ամեն ինչը դեռ պետք է ուսումնասիրվի։ Այսինքն դա էլ ոչինչ։ Դա էլ ասենք ուղիղ բանը հարց տեղն եղավ, դա կապված չէ այդ իրավիճակի հետ։ Հարցը դա չի։ Իհարկե ինքը հասկանում է այդ ամեն ինչը կապակցված էր։ Հարցը ստեղ ուրիշ բան է։ Արցախցիների թեման մնացել է սրանց կոկորդի մեջ, ես որ ասում սրանց նկատի ունեմ նաև Ալիևին։ Ոչ մի ձև չի մարսվում դա։ Ես այդ տրամադրությունը պետք է գցեմ պարոնեք։ Դուք չեք էլ մարսելու։ Արցախցիները ոչ թե միայն տենց համար են դրա համար։ Չէ, ուղղակի նման բան հնարավոր չի մարսել։ 100 տարի առաջ, 110 տարի առաջ արդեն թուրքերը այդքան կոտորած արեցին։ Կարծում եք մինչև մենակ մարսել են։ Որ մարսած լինեն Հայաստանի Հանրապետությունից չէին պահանջի սահմանության փոփոխման մակարդակի վրա մոռանալ ունենալ ցեղասպանությունը։ Ինչ է կարծում 21-րդ դարում բոլորի աչքի առաջ էթնիկ զտում իրականացնել, սպանել Արցախը բոլոր իմաստներով, քաղաքական եւ ֆիզիկապես ու մարսել 5 տարվա մեջ, 250 տարվա մեջ անհնարին գործ եք ձեռնարկել, բայց գնանք առաջ։ Զոհ չեն ունեցել։ Այդ սկզբում կռիվն ա եղել, որ մի Դες ասում զոհ չեն ունեցել, սկզբի մի կռիվն ա եղել։ Հիմա ստեղ էական չի 10, 100, 50 զոհ չի եղել, դիմադրություն չի եղել, խոսքը սրա մասին է։ Եզրակացություն։ Փողը հայրենիք չունի։ Հայկական ընթացքում էլի կապացուցեմ, հայկական բիզնես աշխարհը, օլիգարխիկ աշխարհը, նա հայրենիք չունի, ազգություն չունի, պատկառանք չունի։ Տղամարդը առանց պատկառանքի, առանց արժանապատվության, ի՞նչ է տղամարդը առանց արժանապատվության։ Հա, որ եթե տղամարդը կարող աշխարհի մեջ նայել սուտ խոսի։ Մյուս օրն էլ սուտ խոսա, որ երեք չի հասկացել ինչ է ասում։ Դա ինչ տղամարդ։ Դա ընդհանրապես ինչ մարդ։ քանի հոգի մարդ ա զոհվել։ 2023 թվականի սեպտեմբերին ըստ քննչական կոմիտեի շուրջ 9 ամսվա շրջափակումից ու սովից հետո Արցախը մեկ օր էլ չտևած ռազմական գործողությունների հետևանքով 223 զոհ է տվել, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ։ 244-ը վիրավորվել էր, նրանցից շուրջ 8 տասնյակը քաղաքացիական անձինք։ Խաչատուր Սուքիասյանը ներողության տեքստում նշել էր, թե զոհերի թիվը 210 է։ Իշխանական պատգամավորը այսօր էլ արդեն պնդում էր, թե արցախցիները 20 թվականի 44-օրյայի ժամանակ չեն կռվել։ Մինչդեռ երեկ նշում էր, թե այդ հարցերին պետք է իրավապահները պատասխանեն։ Մեծ մասը չի կռվել։ Դուք հասկանում եք, երբ որ մարդը ընկնում է այս վիճակի մեջ, մի քիչ պատկառանք ունեցող մարդը շուտ հետ է քաշվում, ներողություն է խնդրում, ասում է ես սխալ էի։ Բայց անպատկառ մարդու տարբերությունը հենց պատկառանք ունեցողի հենց այս դառնում է, որ ինքը կգնա միջև վերջ, ավելի կխորացնի մեղքը, ոնց որ Փաշինյան Նիկոլը, հա, որ երբևէ չխոստովանի, որ ինքը ստել է ու ինքը լկտի ստել է, գիտեք ինչի համար,
որովհետև իրանց նպատակը արցախցիներին ամեն գնով սևացնելն է ու ոչնչացնելն է բարոյապես, բայց այս ամեն ինչը այս ամեն կտեսնենք, որ ունեցավ կատեգորիկ հակառակ էֆեկտ, ընդհակառակը ստացվեց, իրենք ինչ ուզում էին անել իրենց մեդիաներով, իրենց խոսնակներով, գրզոյի իրապետության տակ գտնվող այդ խոսնակներով, այդ ալիքով, ստացավ ընդհանրապես հակառակ էֆեկտը։ Սա ես ուշադրություն պետք է դարձնի Ալիևը սրա վրա։ Ալիև, Նիկոլը քեզ ինչ ուզում է խոսք տա, ոչ քեզ ճանապարհ տալու, քեզ անվտանգություն տալու, դու Հայաստանում պրոբլեմ չունես, դու Հայաստանում պրոբլեմ ունես։ Ու Նիկոլը դա չի կարող ապահովի քո համար։ Ու այսօր երևի դու արդեն հասկացար։ Իսկ սա այն պարագայում, երբ որ խոսացել է մի ընդհանուր մի հատ թշվառ անտեր, մի հատ թշվառ փող ունեցող բոմժ, որովհետև եթե տղամարդը չունի արժանապատվություն, դա ոչ մի բան։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի և Ղարաբաղի բնակչության։ Ու այս տականքները այդպես էլ չհասկացան, որ չկա ընդհանուր Հայաստան, չկա առանձին Ղարաբաղ, չկա։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։ Դա մի պետություն է։ Սրանք այտենց էլ չուզեցան հասկանալ։ Բայց հիմա թվերը, հեսա մենք թվերի մասին լրացուցիչ խոսելու ենք, բայց հասկացեք իրանց նպատակը ԿՊ-ի ոչ թե թվերի անալիզն է, դեմոգրաֆիկ հաշվարկ, ով ավելի շատ ներդրում է ունեցել, բոլորովին դա չի, ամեն գնով նվաստացնել արցախցիներին, նրանց դերը պատերազմի մեջ, ցույց տալ այն բիոզանգվածին Հայաստանի տարածքում ապրող, որ արցախցիները դավաճան են, արցախցիները էս են, են, իրանք եկել են ձեր հացին տիրանան, իրանք ձեր երկիրը չեն պաշտպանել։ Հասկանում եք, այն հիմար մասան, որ մենակ մեկ է նայում, ինքը սիրով հավատում է դրան, գիտեք ինչի։ Հեշտ է։ Մտածելու առիթ չկա, դա ման ասեմ հիմար մասը։ Մտածելու առիթ չկա, պետք չի, մարդիկ ալալում են, ուղղակի ուզում են լսեն Նիկոլ իրանք ինչ է ասում ու գնան քնեն։ Դրանց ուզիզը ասել հնարավոր չի։ Գնանք առաջ։ Մասով, մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպանել իր սահմանները։ Արցախում ապրող 150,000-ը չպետք է պաշտպանել իր սահմանները, տականք։ Դա Հայաստանի սահմանն է։ Հայաստանի սահմանը պաշտպանելը Արցախի մենակ բնակիչների պարտականությունը չի։ Դրամարել Արցախին գնում այս զինվորները ծառայելու։ Դրանք պաշտոնապես զորակոչվում էին Արցախ, որովհետև դա Հայաստանի սահմաններն են, Արցախինը չէ։ Ուղղակի մեր լրագրողները, լրագրողներ։ Մեր արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Խաչատուր Սուքիասյանը իշխանական պատգամավորը չէ, որ արցախցիների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է անում, հիշեցնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա կարծիքով իշխանական պաշտոնյաները այդպես փորձում են իրենց արդարացնել եւ հասարակության շրջանում ընկալում ձևավորել, որ տեղի ունեցածի մեղավորը արցախցիներն են։ Տպավորություն այնպիսին է, որ 150,000 մարդու սպասում էր, որ երեխա, կին, տարեց եւ այլն, որը պիտի կռվեին եւ ինչպես պիտի կռվեին, եթե այդ կռիվն էլ գլխավորապես օփից էր։ Եթե մարդկանց գլխին ռումբ է գրում։ Այսինքն ես կարծում եմ, որ քանի որ ընդհանուր առմամբ Հայաստանը անընդհատ փորձում է արդարանալ 20 թվականի պատերազմում պարտությունը, զգալի չափով սա տեղափոխում է Արցախի ուսերին, Արցախի բնակչության ուսերին։ Այո, բացի դրանից, Արցախի հետ 150,000 կամ 120,000 բնակչությունը ոնց պիտի կռվել, երբ որ նա արդեն 9 ամիս բլոկադայի մեջ էր։ Ոնց։ Երբ որ ոչ մի մատակարարում, ոչ զենքի, ոչ սննդամթերքի, ոչ վառելիքի չէ իրականացնում։ Հայաստանը ուղղակի ոչ մի բան չէ իրականացնում, ասեմ ավելին, Հայաստանը որոշում ուներ, որ կարող էր դիմել միջազգային դատարանի որոշումը իրականացնելու համար ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահների պահանջելով, որ բացեն այդ սահմանը, Հայաստանը այդպես էլ դա չարեց։ Լրագրողներ ջան, ինչու եք մոռանում այս ամեն ինչի մասին։ Ինչի եք տենց լսում այս հրեշները ձեզ ոնց են մոլորեցնում ուղղակի։ Բայց ոչինչ, ձեր փոխարեն մենք հիմա այդ բացը կլրացնենք։ Եվ այսպես լսենք մի հատ պատասխան գրզոներին ու գնանք առաջ։
բարի լույս չեմ ասում, չեմ կարող ասել, որ լույսը բարի է, երեկվա բուռն քննարկումներից հետո, ինչ-որ մի տականք, որը որ գրզո կոչեցյալ է, մինչև որ դուք ձեր սուրճը վայելեք, առավոտվա, դուք ինձ կվայելեք մի քանի րոպե։ Ուրեմն ես խոսալու եմ ըստ ձեր լեզվով։ Գիտեմ, որ շատ բազմաթիվ մարդիկ կան, ու երեք շատերն են ինձ գրել, որ մի բան անենք այսօր, արձագանքենք եւ այլ, եւ իմ արձագանքին էլ են սպասել, որ ես պետք է երեք արտահայտվեի, ոչ, ես արտահայտվել եմ իմ գրառմամբ, բայց հիմա ես շատ սթափ ու շատ հանգիստ, որտեղ ես սպասել եմ, որ հենց առավոտը լինի, խոսեմ հենց իրանց լեզվով։ Նմանատիպ տականքները, փողոցայինները, որոնք որ ընկել են այդ խոսափողը, որ բերում են դնում են բերաներիդ, դուք արդեն չգիտեք, երևակայությունների մեջ եք ընկնում։ Չգիտեք ինչ խոսակ, ոնց խոսակ, ինչ ասեք։ Հիմա գրզո ես, ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սքուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Ես ասեմ ավելին, հենց այդ ժամանակ, հենց այդ օրերին Փաշինյան Նիկոլը հայտարարում էր, որ Արցախում ընդհանրապես խնդիր չկա։ ՄԱԿ-ի գագաթնաժողովներ բոլոր այնտեղ են, Արադ Միրզոյանը նույնիսկ խոսեց այդ մասին, իսկ իրա հակառակվեց Ադրբեջանի ներկայացուցիչը, ասեց դու սուտ ես խոսում, ձեր վարչապետն ասում է, որ Արցախի բնակչությանը ոչ մի բան այնտեղ չի սպառնում։ Սա փաստ է։ Լրագրողներ Այն ժամանակ, որ Արցախում սպանում էին մարդկանց, Փաշինյան Նիկոլ ՄԱԿ-ի ամբիոնին ասում էր, Հայաստանից գոռում էր, ասում էր Արցախում ամեն ինչ կոնտրոլի տակ է, ծածկում էր Ալիևի հանցագործությունները։ Ծածկում էր։ Ու դա Արադ Միրզոյանի դեմ հակադեպ բերեց հենց Ադրբեջանի ներկայացուցիչ, ասեց դու սխալ բան ես ասում, հենա քո վարչապետ ուրիշ բան է ասում։ Դրանք առաջ։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Հիմա տեսնենք ինչ ա եղել իրականում։ Բա այսքան մարդ ոնց սպանվեց։ Այսինքն կա մարդ, որ այս տեսարանը չի տեսել։ Հա? Կա մարդ, որ այս տեսարանները չի տեսել։ Ես չեմ կարծում Հայաստանում այդպես մարդ կա։ Հիմա գնանք այս մասին ա գրել Արշալույս Մկրտչյանը։ Շնորհակալ եմ Արշալույս, կեցես։ Եվ այսպես ինչ ա գրում Արշալույսը։ Գրում է զոհերի քանակով համեմատվել կամ մրցել մեղմասա շատ տարօրինակ է։ Բայց քանի որ թեման բացվել է, ով է կռվել, ով չի կռվել, ապա թվերն այսպիսին են։ Ինքը ասում է տարօրինակ, ես կասեի անբարոյականություն։ Բայց գնանք հիմա թվերին նայենք։ 44 օրյա պատերազմի ընթացքում համաձայն պաշտոնական տվյալների հայկական կողմը ունեցել է 3825 զոհ, որոնցից 750-ը եղել են Արցախի քաղաքացիներ։ Ուսե 25% ավելի։ Հայաստանի բնակչությունը կազմում է մոտավորապես 3 միլիոն, իսկ Արցախինը շուրջ 150,000։ Համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ զոհ Արցախի բնակչությանը եղել է մոտավորապես 0.5%-ը, մինչդեռ Հայաստանի զոհվել է բնակչության 0.1%-ը։ Այսինքն բնակչության թվի Արցախի համամասորեն շուրջ հնգապատիկ ավելի մեծ կորուստ է կրել, քան Հայաստանը։ Ես ասեմ չէ 20-ից որ 20%։ Ուղղակի անընդունելի է նման քննարկում ծավալել։ Բոլորն են մերն են, մեր ցավն է ի վերջո վերքը տիրոջ ցավն է տալի։ Սա փոխացեք գրզոյին։ Չէր կարող Արցախում կռիվ լինել եւ Արցախին չզոհվել։ 5 անգամ ավելի շատ զոհ են տվել, քան համամասնական իմաստով, քան Հայաստանի բնակիչները, որը բնական է։ Կռիվը Արցախու տարածքում էր։ Եվ նման խոսքեր ասել, ու Հայաստանում էլ են անուղեղ մասան այդ հոտը, սա տարածումը, սա կրկնումը, գիտեք, լավ, 21-րդ դարում, այս լուսավոր դարում, ոնց կարելի է այդքան տգետ լինել, ես ուղղակի, այն էլ չգիտեք հələ, սա մենակ տգիտությունը չի, արա բարոյականությունը, բարոյականությունը ժողովուրդ, այս լավ մարդ կարող ինֆորմացված չլինի, ես էլ ամեն ինչ չգիտեմ, արա բայց տանավեր եղած մարդուն,
Դու ասես դու քո տան համար կռիվ չես տվել։ Այն պարագայում, որ 9 ամիս ինքը շրջապատման մեջ էր, այն պարագայում, որ ինքը հաց չուներ, իր երեխեն 9 ամիս կոնֆետ չէր կերել, քարսեր չէր կերել։ Դուք ձեր իրանց ընտանի կենդանիները իրենց առաջ սատկում էին։ Դուք պատասխան պատկերացնում եք։ 9 ամիս հետո կբարձվեր, որ վառելիքներ կա, ամեն ինչներ կա, կանային վառելիքները տային Արցախի ղեկավարությունը մարդկանց հմզեին բանը բերքը տեղափոխեին Ստեփանակերտ։ Մինչդեռ ռուսները անենց հարկեր էին դրել մտնող բեռների վրա։ Էդ էլ իրանց մաֆիաներ, էդ իրենց բիզնեսներ։ Դրա վրա էին փող աշխատում։ Լավ, բարոյականությունը։ Իմ ամենաշատ զարմանքը չիմանալու վերլուծելու կարողություն ունենալը չի։ Իմ ամենաափսոսանքը, որ ոչ մի ձև չեմ կարողանում հարմարվել։ Ու դա համարում եմ ամենամեծ կորուստը, դա բարոյական կորուստն է, որովհետև բարոյականություն չունեցող մարդուն ուզում ես հիմա բացատրի, ասա չգիտեք ինչ։ 5 անգամ ավել այդ մարդիկ զոհ են տվել, իրանց քանակի համեմատ։ 5 անգամ։ Էդի 20 թվականին, իսկ 23 թվականին նրանք այդ չունենալով ոչ մի բան, մի օրվա մեջ 1500 ասկեր են հռեն։ Այն էլ ադրբեջանցի միևնույն է չէր կարողանալու գրավել Արցախը, եթե Շահնամանյանները մարդկանց ձեռքերից զենքերը չհավաքեին, ապա գոնե զենք տային կրբելու համար, թողեին պաշտպանվել։ Ու այդ ամեն ինչը զենքը, բեսպիլոտնիկները, տանկերը, բանցիկով նվեր չտային, 1.5 միլիարդ զենք։ 1.5 միլիարդ զենքը չթողեցին արցախցին կրել, ոչ թե արցախցին, այդ այնց էր պայմանավորված։ Հայաստանից տենց էր, Հայաստանից չէին դիմում ճանապարհը բացելու համար, Հայաստանից սպասարկում չկար, ոչ մի բան չկար Հայաստանից, ոչ մի քաղաքական, ոչ մի բան չկար աջակցություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ որոշել էր, որ դե Արցախը լինի Ադրբեջան։ Իսկ միջև արցախցին չվտարվի բանից, ինքը ոնց կարա լինի Ադրբեջան, Արցախցուն զորով սպանելով, սովամահանելով պետք է հանել Արցախից։ Ոյսած գրզոներ ասում են, Արցախցին չի կերպել, ստորներ։ Դուք սպանել եք Արցախը, Արցախում ապրողներին, Արցախի համար կռվողներին եւ բոլորին, ովքեր մտածում էին Արցախը փրկելու։ Այսինքն Արցախը չէր, Հայաստանն է։ Հայաստան։ Դրանից ավելի սոսկալի բան կա, երբ որ այդ օրերին սպանված երեխեքին բերել են եռաբլուր, մի քանի օգու կարողացել են դիակները բերել եռաբլուր։ Ու եռաբլուրը չեն թողել, որ զինվորների դագաղի վրա իրենց Արցախի դրոշը լինի։ Այն ժամանակ էլ պետական մակարդակի վրա արգելել են այդ երեխեքի սպանված 23 թվականին, ասում եմ արջի մահացել է, հենց այդ օրերին սպանված երեխեքի դագաղներին չեն թողել բան լինի։ Պատկերացրու եք մարդ իր երեխուն թաղում է, չեն թողում։ Իրանք իր բանը քիչ է, հոգսը, իր ցավը, կներեք հոգս եմ ասում, ցավը։ Այս է շփոթմունք, երբ որ հոգսը ցավի հետ ես խաղում, այսի շփոթմունքը։ Իր ցավը քիչ է, ասում է, չէ։ Դու Հայաստանում ես, դու չես կարող Արցախի դրոշ դնես։ Այ Արցախի ամեն ինչն եք դուք այդեն ցավը, ամեն ինչը։ Ռուս թուրքական բոլշևիկի ծնունդներ, դուք ամեն ինչն եք, առ այսօր ատում եք ու չեք կարողանում մարսել։ Ես շնորհավորում եմ, դուք չեք մարսելու։ Այսի գնալու եմ այդտեղ կանգնի։ Կանգնելու ներքևից ներսից քանդի, սպանի ձեզ, որտեղ դուք ձեզնից, դա կլինի ձեզ լավագույն մահը, որտեղ կարող է ավելի վատ լինի։ Դուք Արցախում տնավեր արեցիք, ու դու ձեզ թվում է, ես մարտելու եք, դա Արցախում չեք տնավեր արել, դա սպանում եք Հայաստանը։ Արցախը Հայաստանի դարպասներն էր։ Եվ մեր հայրենիքը։ Մեր պատիվը, որի համար տասնյակ հազարավոր մարդ սպանվեց, գնաց ինքնական ազատագիտելու։ Ոնց եմ ասում, ամեն ինչ ասում է, եթե 15 թվականի մենք չգիտեինք ինչ է սպասում, ես հիմա ասում են ամեն ինչ, լսեք։ Հարգելի նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսել ենք պարտություն եւ ձախողում, մենք տեսել ենք լաց եւ ատամների կրճտոց։ Մենք Չեք տեսեք, կազմակերպել եք լաց եւ ատամների կրճտոց եւ սպանդ։
Դուք չեք տեսել, դուք կազմակերպել եք անուն դեպքերը իրան անուններ եք ասել։ Ողբերգություն եւ ցասում։ Չեք տեսել, կազմակերպել եք։ Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել։ Դուք հաղթանակ, այ ձեր անձնական հաղթանակն է եղել, որ Արցախը դատարկեցիք, որ Հայաստանի հողերը բաժանում եք։ Դա ձեր անձնական հաղթանակն է եղել։ Որտեղ այո անհնար էր պատկերացնել, որ դա հնարավոր է իրականացնել։ Առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս եւ խուճապ, փլուզում եւ կործանում։ Մենք առաջնորդել ենք եւ զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն եւ հետեւաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության։ Հասկացաք, հիմա ինչ որ բերել են, այդ երջանկությունն, ազատությունն իրական հայրենիքն է, դա fake էր, դա կեղծ էր։ Այդ մարդը, որ իհարկե մեջ ապրում էր հազարամյակներով, դա fake էր, կեղծ էր։ Ինքը մեզ իրականությունն է բերել։ Այդ մարդը սա սպանելով հանել է, հիմա էլ ասում դու քո երկրի համար չես կռվել։ Ինքը հանել է, ասում քո սա իրականն է։ Սա իրական երջանկությունն է, դու պետք է երջանիկ լինես, ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար եւ ստեղծել ենք այդ հնարավորությունը եւ ուզում եմ ասել ստեղծել ենք այդ հնարավորությունը արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր եւ վստահ մենք մեր պատմության գագաթնակետին կուլմինացիային ենք հասել եւ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատեվությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել Հասկացաք հարատեվությունը պետության որն է որ հանձնում ես ամեն ինչը Ուրանում ես ամեն ինչը, փոխում ես համանալությունը, սպանում ես բանակը եւ դա կուլմինացիան է։ Այո, դա ռուս-թուրքական ծրագրերի կուլմինացիան է։ Մենք հեսա տեղ հասնելու ենք։ Ինքը ինչ որ ասում է, ուղղակի պետք է հասկանանք ով են մենք, որ ասում են մենք։ Դա մենք չենք, դա հայերս չեն, դա ռուս-թուրքական դաշինքն է։ Այդ առումով ինքը ճիշտ ասում, իրանք հասել են իրաց կուլմինացիային։ Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել եւ հետեւաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք եւ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին։ Հասկացաք, ճիշտ ասում ես, համատեքստում է բոլոր քայլերը։ Այն ռիսկերը, որ պետք է կառավարելի լինի, այ բոլոր այդ համատեքստը։ Գիտեք, որ նա ռիսկը Արցախու ապստամբությունն է, ռիսկը զորքերի ապստամբությունն է, ռիսկը իրավապահ մարմինների ապստամբությունն է, բոլորը չեզոքացված է։ Բոլորը կառավարելի է։ Ես այդ ցույց կտամ։ Բոլորը չեզոքացված է, բացի մի բանից։ Հայ մարդու պահանջից եւ հիշողությունից։ Այ դա քո համար անկառավարելի է։ Այսօրվա չրփոցը գրզոներով որ դուք կերակ հալեններով, հա? Դա վկայություն էր, շարունակենք։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ, այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը եւ նրանում ազատ, անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում։ Վերջապես։ Ինչ է իրանց պետք է տել ասեցին։ Պայմանագիր ու խաչմերուկ։ Պայմանագիր, որ Հայաստանը ոչ մի ակնկալիք չունի ամենակարևորը Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Արդարացնում է երկուսից հեռացմանությունները, ուրանում ամեն ինչ։ Ու ասում եմ, մեծ պատերազմի մասին պետք է մոռանաք հանցագործությունների մասին, ցեղասպանությունների մասին, էթնիկ զտումների մասին, ռազմական հանցագործությունների մասին, այդ ամեն ինչի մասին դուք պետք է մոռանաք եւ Հայաստանը պետք է լինի խաչմերուկ, տարանցիկ գոտի Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ։ Սա է, ինքը պարզ ասում է, սրա կատարման համար ինչ խոչընդոտ կար, ամեն ինչ վերացրել ենք, բոլոր ռիսկերը առայժմ կառավարել են։ Նույնիսկ եմ ասում, բացի մի բանից։ Ժողովրդից։ Այդտեղ դուք չկաք։ Դուք դա չեք կարող կառավարել, այսօր արդեն ոնց որ զգացիք դրա հետևանքները։ Հիմա ասածս խոսքս ուզում եմ Օղեմ Ալիևին, ասեմ, լսի, կապիկ։ Ես հասկանում եմ քո սավկեն մեծ ա եղել ներդրումը Փաշինյան Նիկոլի վրա։ Եվ ինչի մենակ Ալիևին։ Զախարովա, Պուտին, Էրդողան բոլոր կապիկներին հիմա ասում եմ, ձեր ամեն ինչը ներդրված ա եղել Նիկոլի վրա, որ դուք Նիկոլով ամեն ինչ կառավարել եք։ Հնարավոր չի։ Դուք տեսաք, որ դա հնարավոր չի, հիմա ես կասեմ ոնց են հասկացել եւ ինչ են անում, որ դա
մի քիչ կառավարելի լինի իրանց համար։ Հիմա ես սրա մասին եմ ուզում մի քիչ խոսամ, հա, եւ ճանաչում եք ես։ Ստուգու ճանաչում եք, չէ՞։ Գառնիկն է։ Բագրատի գառնիկն է, որ ասում եք, հո մենք ինչ անենք 50000 մարդ եկել է, որ Նիկոլին Ռադանի գնա, հո մենք անօրինական գործողություններ չենք անելու։ Գիտեք սովա։ Ասում եմ դուք հանձնել եք 12 քաղաք, 241 գյուղ, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, պատկերացնում եք, Էշմիածին բան դրանք դիականոց անելու 385 եկեղեցի 60 վանական համալիր հանձնել են։ Իշխանություններին է ասում։ Գառնիկ։ Այդ է։ Իրանք չեն հանձնել մենակ, դուք էլ հետն եք հանձնել։ Լրագրողներ ջան, ո՞ս նրանց տենում եք միջանցներում։ Չեք ասում։ Արա, այդ թթվի քարեր դրած այդտեղ։ Դեկորատիվ բույսեր։ Ինչի՞ չեք դնում ձեր մանդատը։ Գնաք, որ Նիկոլ Փաշինյանը զրկվի իր իշխանությունից։ Հա? Ամբողջ 23 թիվը դուք դա չարեցիք։ Կապիկություն, հայաքվե, մայաքվե, բանդանը սորարություն հավաքել տանենք, ստիպեն կառավարությանը, որ հաստատ բանը հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ արեցիք արա։ Հիմա լրագրողներ ջան, ոսանց այս կապիկներին տենում եք լրագրող բանի մեջ, միջանցների մեջ չեք հարցնում։ Քո ստեղ լինելը ում է պետք։ Բացի Նիկոլից։ Ում է պետք։ Եթե համաձայն չես Նիկոլի ասների հետ, դիր գնարա։ Քեզ քո դեկորատիվ բույսի կարգավիճակը ձեռը տալու, դու դա գալի։ Գոնե ասեք, որ իրանք իմանան, որ դուք գիտեք, որ իրանք ընդամենը դեկորատիվ բույս են Նիկոլի համար, Նիկոլի ծրագրերը իրականացնելու համար, որտեղ եթե չկա խորհրդարան, չկա եւ կառավարություն լեգիտիմ։ Հարցրեք ինձ։ Մյուս ցեղասպանը։ Լսենք սրան։ Ինչքան էլ որ տարօրինակ թվա, ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետքա Գասիկ չակերտավոր ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, ինչքան էլ որ տարօրինակ թվա։ Դրանք այս ազգային գաղափարները հեգնող դոկտոր Մահը ինչ ասում։ կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ։ Իմիգրացիա։ Կարելի լուծել նաև եւ առանց ներգաղթի հնարավոր չի լուծել։ Կազմակերպ Այս հարցը պետք է լուծել եւ առանց ներգաղթի այս հարցը պետք է։ Այդ ո՞ր հարց է։ Այդ ինչ ներգաղթ ես ուզում անես։ Ո՞ւմ ներգաղթ է։ Բաց ներգաղթ ամես։ Չէ՞ Ալիևի հաջորդ բան ցանկությունն է։ Սահմանների բացում, սահմանության փոխում եւ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Այս ներգաղթն եք ասում, որպես ներգաղթ, հա։ Հիմա եկել է դոկտոր Մահը ներկայացնում է Ալիևի ծրագիրը։ 10000 մարդ, 10000-ավոր մարդկանց։ Չի լինելու առանց սրա արգելի գործ է կենել։ Ինչի չի լինելու։ Ինչի չի լինելու, ինչը։ Երևանում ապրելու տեղ կա։ Երևանում շնչելով չկա, նույնիսկ այդ որտեղ եք ուզում բան։ Ինչը չի լինելու։ Ասում եք չի լինելու, ինչը։ Հայաստանում ինչ է հետիք չի, ինչը չի լինելու։ Ալիևի ուզածը։ Սրա մասին խոսում էր դեռ, ես ձեզ ասեմ։ Այն սփյուռքը որ քանդեցին նախարարությունը տեղը նշանակեցին մի հատ օֆիս, որը տապեցին մի հատ այլասերված մեծ տականքի անունը Զարե Սինյանյան, այսքան։ Ինքն էր ասում, որ Հայաստանը չի կարող միատարր լինել, պետքա ներգաղթ աղբանվել, ներգաղթ, պակիստանցիներ, մուսուլմանական մահմեդական երկրներից պետքա մարդիկ բերել։ Այս ծրագիրը Հայաստանը դեֆորմացվելու, Հայաստանը փոխելու, Հայաստանը այլասերելու, Հայաստանը ասիմիլացնելու գործընթացը դեռ վաղուց ծայրերի մեջ կա։ Հիմա սրանք մտել են վճռական, վերջնական փուլ։ Մենք պետքա նաև մեր մտքում այդ բանը փոխենք։ Հիմա եկել է սա էլ է մեր միտք ուզում փոխի։ Սա ղեկավարը մեր միտքն է ուզում փոխի, որ մենք պետքա նոր Հայաստան ուզենանք, սա էլ ուրիշ բան է մեր միտքը փոխում։ Դու ավելի շուտ քո գլուխը կփոխես, ստիպած։ Քո գլուխը կհանեն, դեռ ուրիշ բան կդնեն, կամ չեն դնի։ Դες կթաղենք էթա։ Քան դու մեր միտքը կարաս փոխես։ Հիմա կասեմ ինչ։ Մեխանիզմը, որ տենց մոնոէթնիկ այլ ազգիներին շատ որպես տուրիստ սիրող, բայց երբ որ գալիս են մշտական մեր հետ ապրում են, այդքան էլ չսիրող ազգ ենք։ Չէ լուրջ։
Սա գիտեք ով է խոսում։ Դոկտոր Մահը, շնորհակալություն Անդրանիկին, որ այս նկարը դրել էր։ Աջից բանն է, Օսվենցումի դոկտոր Մահն է, հա, Ժոզեֆ Մենգելն է։ Այս էլ Հայաստանի դոկտոր Մահն է։ Էդի Ասվենցումի սպանողն է, այս էլ կոവിഡ്ի ժամանակ մարդկանց սպանողն է, ու սա որոշել է, հա, որ մենք մոնոէթնիկ պետք է չլինենք այլևս։ Այդ խնդրեմը չի լուծում։ Ու դեռ չասես որ խնդրեմ։ Ալիևի ցանկության մասին է երևի խոսքը։ Լսեք դենեք Մենք պետք է փոխվենք այդ առումը, որտեվ դուք փոխվեք։ Դուք անպայման փոխվել եք, դուք արդեն փոխվել եք, դուք ոչ ազգությունն եք, ոչ բան եք։ Իսկ գլխի եւ մտքի առումով, այո, ճիշտ է, միտքը այդ գլխի փոխելու պահը մտածել է պետք։ Ամեն դեպքում ասեմ, Նեմեսիսը որ եղավ 6 տարի հետո, ուղղակի եղավ նրա համար, որտեղ կանխարգելել հնարավոր չէր։ Հիմա անանեմ։ ուրիշ տարբերակ չկա գոյատևելու։ Յա, գոյատևելու ուրիշ տարբերակ չկա, ասիկին հիմա մենք չենք կարող գոյատևենք։ Ասեմ հիմա գոյատևման մի հատ խնդրեմը որն է, ձեր ներկայությունը։ Հիմա գոյատևման մի հատ խնդիրը դա ձեր գոյությունն է Հայաստանի տարածքում եւ ընդհանրապես կառավարության մեջ։ Ասեմ դες դա ժամանակավոր է։ Ոչ մի բան երկար չի թվում։ Կտեսնենք։ Այս իմ ասած իրավիճակը հաշվի առնելով։ Եվ այդ մարդկանց պետք է դարձնենք մեր Հայաստանի Հանրապետության լիիրավ սկզբից բնակիչներ, հետո քաղաքացիներ։ Ամեն ատրիբուտիկայով հայերեն պետք է սովորացնենք, երեխաները պետք է գնան հայկական դպրոց, սովորեն մեր բոլոր այն ինչ որ մենք ենք սովորում պատմություն, գրականություն, աշխարհագրություն եւ դրանով նատուրալիզացնենք այդ ընտանիքներին Հայաստանում։ Ո՞ր ընտանիքներին։ Նատուրալիզացնել դուք դες բառ լսել եք։ Դոկտոր Մահը իրան լուրջ է ընդունել, իսկ իրան թվում ամեն ինչ կա, լսի, այ ոչնչություն։ Հայաստանում եթե նկատել ես, հայերից բացի ոչ մեկ չեն ապրում, ոչ թե նրա համար, որ հայերը իրենց քշել են իրենց տներից։ Չէ, դեռ ուրիշ պատճառ կա։ Բայց լսենք միջև ենք, տեսնենք։ Որտեղ երեխաներից ավելի լավ ճանապարհ ընտանիքներին ինտեգրելու որևէ երկիր պարզապես չկա։ Ես կոչ եմ անում, որ բոլորս ներկաներս ամեն մեկը սիրա մասով կառավարությունը ամենակարևոր մարմին որպես այս ամեն ինչը իրականացնող այսօրվանից սկսած, երեկվանից սկսած, վաղվանից սկսած այս մասով գործողություններ անենք, որտեղ մենք խոսում ենք իհարկե շատ ավելի տարբեր թեմաների մասին, բայց եթե մենք այս հարցը չլուծենք, այն մյուս թեմաները պարզապես անիմաստ են լինելու։ Դու ծեյստել անիմաստ ես։ Մեզ կասեմ ինչի։ Հայաստանում ինչ կա նկատել եք։ Շատ փոքրիկ համայնքներ կան այլազգիներ, որոնք ապրում են։ Այն էլ լրիվ հայացած են։ Մի քանի պատճառներ կա։ Նախ աշխարհագրական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական եւ ելի նույնիսկ գալու ենք տնտեսական։ Հայաստանում դրա համար ոչ մի օտար մարդ չի կարող անմանալ։ Նույնիսկ այն ռուսները, որոնք եկան, բենց։ Շատ քչերը մնացին։ Շատ։ Այլև սկսեցին հայերեն խոսալ, դառել են կարգին քաղաքացի, հա։ Իրանք մնացին, բայց հիմնական մասը գնաց։ Ո՞նց եմ ասում, այդ ռուսերեն էլ ինչքան կմնան չգիտեմ։ Բայց Հայաստանում նույնիսկ հայերը չեն կարող անալ։ Դա ինչ-որ սպეციფիկա ունի իրան մեջ։ Նույնիսկ եմ ասում, առաջինը սոցիալ-տնտեսական, աշխարհագրական։ Դու ո՞նց ես բերելու ու ինչի համար ամենակարևոր Ալիևն է ուզում դրա համար։ Բերելու եք հիմա այդ թուրքերին ուզում եք բերեք Հայաստան, որ իրան գնան հայկական դպրոց, հա հայերի միջավայրում իրանց անվտանգ զգան։ Դուք այսօր չզգացիք ձեր այդ ինչա կատարում։ Դուք չեք հասկացել, որ դուք դրա համար ռեսուրս չունեք։ Ամենակարևորը դուք ոչ մեկ եք։ Ձեր ցանկացած խոսք լուրջը միայն այդ պահին ձեր քարտուղանու համար։ Էլ քանի աշխատավարձ եք տալի։ Հենց ինքը աշխատավարձ չստացավ, դրա համար էլ դուք լուրջ չեք։ Դուք ո՞նց կարող եք տասնյակ հազարավոր մարդիկ բերել։ Զորը ո՞նց, ուր եք բերելու պահելու։ Մի միջավայրում ոչ օդնա մաքուր, ոչ ջուրնա մաքուր, ոչ մի չկա ապրելու։ Հայաստանում ապրելը վաղուց արդեն հերոսություն է։ Գիտեք, հայից բացի այդ հերոսությունը, այդ մակարոնման միջով ոչ մեկ չի գնում։ Հայրն այդ մակարոնման միջով գնում, որովհետև սա իրանց հայրենիքն է։
Հա, որովհետև այդ ընտանիքների մի մասը դրսից օգնություններ է ստանում։ Որովհետև Հայաստանում ուղղակի աշխատանքով կամ սեփական կարգին բիզնես ունենալը դա համարյա թե բան է, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Դուք ինչու եք բայել։ Ում եք ուզում վերեք այդ ճիճուներ։ Չէ, դոկտոր Մա։ Դու ուրիշ բանի մասին մտածի։ Քան իշխանության եք բերթերը սարքեք, արա, հետո չեք հասցնել։ Հետո չասեք ես չէի զգուշացել, կոպիտ ստացվեց։ Տեսեք սա ինչ է ասում։ Սա որոշել է Օմեգա գործակալը KGB-ի որոշել է, որ Միսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տալիս։ Պատկերացնում եք, եւ նա կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում։ Արդեն հակամարտությունը փաստորեն կարգավորվել է, այստեղ Միսկի խումբը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Ստորագրված համաձայնագրի պարագայում այդ պատճառով կողմ ենք եւ բաց ենք, որ ձևաչափը լուծարվի մի խոսքով, հա։ Մտածեք այս մասին ինչ ասում Տաթևիկ Հայրապետյանը։ Երբ ասում են, որ ՀՀ դարձել, ասում եմ, ինքն ասում, որ ՀՀ դարձել է Ալիևի մաքրազերծման եւ սրբադասման հարցերով զբաղվող կառույց, հենց այնպես չեմ ասում։ Տաթևիկ Հայրապետյանը նախկին պատգամավոր, հենց իմ քայլից, որը մնացած բարոյական մարդկանց նման 20 թվականից հետո դուրս եկավ, հասկացա, որ սրանք ոչ թե իրանց պատկերացածն են, ասենք ցեղասման են, կազմակերպած ցեղասմանական համույթ է դա։ Ագրեսիվ պատերազմով, էթնիկ զտմամբ, բռնի տեղահանմամբ, անթակույց ցեղասման գործողություններով ստեղծված վիճակը իրենց համար հակամարտության լուծում է փաստորեն։ Սա բանի համար, Արարատի համար հակամարտության լուծում է։ Սենց լավ չի, Ալիևին առաջարժեք Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ես լրիվ համաձայն եմ։ Սենց լավ չի, քիչ է ստացվում։ Քիչ է ստացվում, սա Թրամփն էլ է ուզում, ինչ պակաս Ալիևի ինչ պակաս է Թրամփից։ Եթե հակամարտությունը լուծված է փաստորեն, մի հատ էլ խաղաղության մրցանակակից տվեք, մրցանակ տվեք։ Եվ սա հիշում եք երեք ինչ է ասում։ Ընդունեմ։ Միսկի խումբը ենթակա է լուծարման Զախարովը, բայց դուք ինչ եք կարծում, ում խոսքերն ա կրկնում։ Ու բա իրանց ագենտն է։ Ուղիղ իրան խոսքերն ա կրկնում։ Այո, Միսկի խումբի լուծարումը պետք է Ռուսաստանին, որովհետև հենց Ռուսաստանին է պետք, որ վերջապես վերանա քարտեզի վրա Հայաստան կոչված մասը։ Կբաժանեն, կտան, ղարսը ոնց տվեցին Սուրմանուի նահանգով, հանգիստ կտան։ Ինչի մի անգամ են արել, ժողովուրդ ջան։ Լենինը արել է, Ստալինը արել է, հեսա տականքին էլ են գալել, Պուտինը արել է, վերջին բանն է մնացել, հես այդ էլ են անում։ Բա դուք ինչ եք կարծում, Արարատը խոսում է այս ամեն ինչը առանց իր տերերի հետ համաձայնեցնելու։ Ասեմ ավելի, վիճակը այնքան է արդեն զարգացել, այնքան է սրված, ոչ թե սրված, վերջնական հանգուցալուծում այնքան մոտ է, որ Հայաստանը գործուղվում Պուտինի վստահելի մարդկանցից մեկը, Կիրիենկո, խնդրեմ, որը հայտնի է բոլոր դժվար հարցերը իր այս MGU դեմքով լուծողներից, Պուտինի վստահված մարդ, որը նշանակվել է մեր տարածաշրջանով ինքնակուրացիան անելու, ինքն այդ հարցերը որոշելու, ոնց է ինչ եւ որտեղ։ Եվ վերջապես, հիմա ինչա սպասում Հայաստանին, հասկանանք, դոկտոր Մահը ինչի է խոսում սա, Նիկոլը ինչի է խոսում սա, որ պետք է մոռանալ պատերազմի մասին, մեզ ներգաղթներ են պետք, հա, Միսկի խումբը փակել է պետք եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչը գալի է կուրացիա անելու Կիրիենկո։ Ինչի համար։ Այսօր շատերը տարածել են մի տեսանյութ, որտեղ Հայաստանի ցեղասպանական հերթական բանն է նկարագրվում, աջունով, նռով, բանով։ Ես չեմ ուզում ասեմ ոչ այո, ոչ, բայց այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ, բերում է հերթական ցեղասպանության, այո։ Պարտադիր չի հենց բարի հենց այդ իմաստով մեծ արունթափի, բայց որ առանց արուն sense հարցերը չեմ լուծում, հասկանում եք, չէ՞ որ Սյունիքը հենց նես չի տալու, մարդ պետք է սպանեն։ Այսինքն Արցախը հենց նես չէր բանանելու, հա, չէին դատարկելու։
Սպանեցի, չէ՞, հիմա գրզոն ասում է 10 հոգու, հետո ասում է կներեք 210 հոգու, հետո բարձում է ընդհանրապես ուրիշ թիվը, բայց մարդը չէ սպանվել։ Հիմա այդ վերջնական փուլը Հայաստանի կործանման գալիս է ղեկավարի Կիրիենկո։ Ինչի համար։ Որովհետև պետքա որ շատ կազմակերպված ու սահուն անցնի մի քանի պատճառներով, որ Թուրքիան ավելորդ բան չվերցնի, Ադրբեջանը ավելորդ բան չվերցնի, եւ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի, բավոլ հանգարց էս ամեն ինչը ձեռքի տակից փախավ, ով է կարգավորելու, ոնց որ դե եղած ռեսուրսներին այլևս չեն դիմավոր, չեն բանանում, վստահում, եւ այս վիճակի դուրս է գալի, որ Հայաստանի հենց այս պահը ամենակարևորը նույնքան կարևորը նույնիսկ քան ուկրաինական հարցը, որովհետև դեմքեր եկել են ոնց որ վերջնական հանգուցալուծման եւ վաղկա որ հանկարծ կարող է իրանց ուզածով չլինի։ Չնայած նույնց եմ ասում, ես ոչ մի դիմադրություն առայժմ չեմ տեսնում, բացի ժողովրդի բանից, ռեակցիայից, բացի արձագանքներից, ես ոչ մի խանգարող բան չեմ տեսնում։ Չնայած կարող է հենց դա էլ իրենց խանգարող հանգամանք է թվում։ Ավելի շատ քան մենք ենք դրա մասին մտածում։ Որովհետև եթե դուք ինձ եք հարցնում, ինչ կարա խանգարի սրանց, միայն ժողովուրդը։ Բացառապես ժողովուրդը, ընդ որում, ոչ թե միտինգներով, ոչ թե ասենք, չգիտեմ, ցույցերով։ Ես դրանց դեմ չեմ բացարձակապես, չէ, անհատական գործողություններով, անհատական դիմադրության, անհատական։ Եթե այսօր Ռանուշ Խառատյանն էլ նույն բանն ասում, որ այս կառավարությունը իր պարտություններն ու անհաջողությունները փորձում է բարթի արցախցիների վրա, դրանով արդարացնի իր ամբողջը։ Նշանակում է կրեք շատ ավելի վատ է վիճակը, քան մենք արտաքին սկիզբ տեսնում ենք։ Մենք թերագնահատում ենք մեր ռեակցիաները, մենք թերագնահատում ենք մեր մոտեցումները, մեզ սովորեցրել են, ասեմ ինչ է դա, մեզ սովորեցրել են, որ մեզանից ոչ մի բան կախված չի։ Այսօր պարզվեց կախված է։ Այսօր պարզվեց այդ ռեակցիաներից հիստերիայի մեջ ընկած գրզոն ավելի խայտարակ վիճակի մեջ ինքն իրան դրեց։ Եվ ինչ է կարծում, չլիներ այդ ռեակցիան ինքը գնալու էր այդ քայլի, թքած ունենալ ինքը ամեն ինչի վրա։ Բայց չէ, մենք պետք չի որ մեզ թերագնահատենք, որովհետև ինչպես ես միշտ ասել եմ, մեր ամեն մի գործողություն, բարոյական հարթակում, դա կլինի ֆիզիկական հարթակում կլինի, անպայման տալիս է հետևանքներ եւ հասարակական պարսավանքի ինստիտուտը աշխատում է ավելի քան երբևէ եւ դա չի էլ երբևէ դադարել աշխատելուց։ Եթե սկսենք մենք ավելի ակտիվ, այս կարգի որակով օգտագործել այդ հասարակական պարսավանքի ինստիտուտը, վաղը դոկտոր Մահներ չի կարող քայլել փողոցներում, ոչ միայն գրզոն։ Հիմա այս գրզոյին ուզում հարց տամ։ Փորձել ես մի անգամ։ Մենակ պատտվես կարող։ Փորձի։ Մենակ ֆրֆրային։ Դու այդ կենթանիները կողքդ չունեն։ Մարդ ես, չէ՞։ Վստահ բան, դու պրոբլեմ չունես, չէ՞, դու ուժեղ տղա ես։ Ֆրային մեկ ֆրֆրան։ Եվ ընդհանրապես, եթե դուք ուզում եք իմանալ ձեր հեղինակության եւ արժեքի չափանիշը, աստիճանը, դուրս եկեք մենակ փողոց։ Այդ նստեք պատահական միտեղ։ Ու զգացեք։ Ու զգացեք ինչ ռեսուրս ունեք դուք։ Մինչև դուք դուրս կգաք եւ կզգաք այդ ամեն ինչը։ Այդ թվերի մասին շատ լավ տեղյակ են Մոսկվայում։ Որտեղ Մոսկվայում ավելի քան լավ նայում են ոնց է դա կոչվում, ստատիստիկա ունեն ձեր իրական ռեյտինգի մասին, որ 10%-ից ներքև է։ Իրենք շատ հավասկանում են, որ ոչ իրենք Ռուսաստանում այդ ռեյտինգով, Պուտինի ռեյտինգը ավելի բարձր ասեն։ Նույնիսկ այսքան 3 տարի պատերազմի մեջ, այդքան միլիոնով մարդ սպանելով հանդերձ, երկիրը կործանման բերելով հանդերձ, Պուտինի ռեյտինգը ու Ռուսաստանում ավելի բարձր է, քան Նիկոլի ռեյտինգը Հայաստանում։ Նույնիսկ իրենց համար իշխանություն պահելը առանց պատերազմի բացառվում է, որ պահին կանգնեց պատերազմը, ժամանակ փլվում է Ռուսաստանը ամեն ինչ։ Այսինքն Պուտինի գոյությունը դառնում է բան կասկածելի, ոնց թե։ Հիմա իրանք գիտեն, չէ՞, որ Նիկոլինը ավելի ցածր է։ Իսկ ինչ է լինելու բա, եթե հանկարծ կոնտրոլի տակից փախած, հանկարծ ժողովուրդը որոշեց, որ սենց չի կարելի, սենց բրցնում ամեն ինչ։ Ինչ է լինում։ Այդ համար է Կիրիենկոն նշանակվել մեր տարածաշրջանի նայող, զոնը նայող։ Յանակ առաջ
Եվ բացի դրանից Ռուբինյանը, գիտեք, այս թուրքին, հեռախոսազրույց է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինի հետ։ Պատկերացնում եք։ Թուրքական դեսպանը, այսինքն Թուրքիայի ներկայացուցիչն է Հայաստանում, Գալուզինի զեկուցումը անդեղի չա կատարվել։ Ուղիղ հսկման տակ են, ուղիղ բոլոր այն ամենա, նույնիսկ եմ ասում, թվում է թե Ռուսաստանը այնքան պրոբլեմ ունի, չէ՞ հիմա Ուկրաինայում բանի Թրամփի հետ, Հայաստանը ինչ կապ ունի, ով է Հայաստանի մասին, ոչ եւ ոչ, ուղիղ նույնքան նշանակություն ունի այսօր Հայաստանը։ Մենք ենք մեզ որ իրականում չենք արժևորում։ Մեր արժեքը կողքից շատ լավ գիտեն եւ նաեւ գիտեն ինչ կարա լինի, եթե հանկարծ այս ամեն ինչը կոնտրոլի տակից փախավ, իրենց կոնտրոլի տակից։ Իսկ Հայաստանի փախնելը իրենց կոնտրոլի տակից իրենց համար ամենա կիսամահը։ Հայաստանը փախնի, Ուկրաինան էլ կորցնեն, վերանում է Ռուսաստանի կայսրությունը որպես կայսրություն։ Իսկ իրենց համար դա անընդունելի, չպատկերացնելի երևույթ է։ Այս բանն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ես այս կադրերը որ տեսա, ինձ թվաց, բանա, զորավարժությունները Հայաստանում զորքի իմաստով են։ Զգոցիկ սա ոստիկաններն են։ Բա դու գիտեք զորքն է, ասես պարապում, չէ, գիտեք հատուկ ջոկատայիններն են, բանակի, ոչ։ Գիտեք սենց հագուստ մեր բանակը ունի, ոչ։ Սա զինվորական բանա, ոստիկանությունն է, Նիկոլ Փաշինյանի ողնաշարը։ Սա Հուդայի համակարգն է Հայաստանում, պատահական չէ, չէ՞ որ երեք եւ Հուդայի դավաճանության օրն էր եւ Հայաստանի ոստիկանության օրը։ Հա, իր ենիչերական համակարգն է, որը երթվել է ամեն գնով Կատարի Ալիևի ցանկացած կմահաճույք Հայաստանում։ Այս համակարգը ուղղակի մի տարբերությամբ սնվում է Հայաստանի գումարներով։ Պատկերացնում եք դա բանը հեգնանքը ճակատագրի։ Ալիևի ծրագրերը սպասարկող այս ենիչերիների համակարգը սնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերով նաև, այնպես չի որ իրանք փող չեն տալի դերից։ Ինչքան պետք է, հանկարծ կոնտրոլի տակից ոչ մի բան չփախնի։ Ցավոք Հայաստանում շատ խորն է նստած։ Ես որ ասեմ Ալիև, դա մենակ Ալիևը չի, դա նույն ռուս-թուրքական համակարգն է, որովհետև առանց այդ ռուսական կոնտրոլի, ու տեսնում եք ինչ ակտիվ է այդ կոնտրոլը, Զախարովը, Գալուզին, Կիրիենկո, բռնի մեջ է։ Ճիշտ է, ծախսը կարա Ալիևը անի, այս ամենը պահել ամեն, բայց իրենց բռնի մեջ է։ Ու Հայաստանի բաստողները դա իրենց համար մահվան նման մի բան է։ Բայց ոչ մեկ չի ասել, որ դա չի կարող լինել։ Դա կարող է լինել այն պահի, երբ որ հայ մարդը հասկացավ, իրոք, ինչա կատարվում, ովքեր են իրական թշնամիները, դա ոնց ձևակերպեմ, հերթական անգամ որ պարզ լինի, դա ռուս-թուրքական դաշինքն է, այսինքն դրանից այն կողմ բացատրություն չկա առանձին ադրբեջանցի, չկա առանձին թուրք, չկա առանձին ռուս, սա եռյակա, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես հայ ֆակտորը, նույնիսկ մարդկային գործոնը վերացնել, ասիմիլյացնելով, հայերին սարքելով փոքրամասնություն, ոչնչություն, մի խոսքով, ինչ հնարավոր անել, որ հայկական գործոն ասածը վերանա ընդհանրապես, որպես կատեգորիա, սա կռիվ է հայ մարդու դեմ, տեսեք, Ռուբեն Վարդանյանին որ դատում են, դա հայ են դատում, չէ՞։ Հայ մարդու են դատում։ Որտեղ Ռուբեն Վարդանյանը մենակ բան չի, ոնց ասեմ, մենակ ռուս օլիգարխ չի կամ չի եղել Արցախում բան ընդհանրապես պետնախարար։ Ռուբեն Վարդանյանը դա հայ գործարարն է, որը համատեղության կարգով նաև ինտելեկտուալ է, հայ մարդ է։ Ուղղակի տենց է ստացվել ճակատագրական պատմական փուլը, որ այդ մարդու ռեսուրսները օգտագործվել է ոչ ճիշտ ուղղությամբ, թե չէ ինքը Ռուբեն Վարդանյանը շատ ավելին է, քան ընդհանրապես գործարար կամ պետնախարար։ Բայց ինչ են անում։
Թուրքը դատում է հայ մարդուն։ Ցանկացած տեղ, որ հայ մարդուն դատում են, հայ մարդուն են դատում։ Ոչ թե կոնկրետ անազգանուն։ Անազգանունները կարող է տարբեր լինի։ Հիմա այդ հայ մարդուն ոչ թե դատելա պետք միայն, այլ այդ հայ երևույթը պետքա փոշիացնել։ Հիշում եք դուան ինչ էր գրում Էրդողանը, որ հայը մեր սրի ծայրի մնացած ընդամենը արյան կաթիլ է։ Սա իրանց վաղի մի երազանքն է։ Ռուսների երազանքը Հայաստանն առանց հայերինն է։ Հայը իրանց համար տաքսիստ, կանաչի վաճառող, երկրորդական գործեր անող, չգիտեմ այնտեղ խորոված անող հայ, բայց իրանց համար։ Այսինքն դա է, ինքը ուրիշ բան պետքա չլինի, իրանք ուրիշ բան։ Ինչքան ուզում արկել են մեկ անդե, ծալում են, չէ, կարևոր պոստերում հայ, բայց դա պետք է լինի ռուսացած հայ, թուրքացած հայ, հա, անհայրենիք հայ, անքեր շատ են, չէ, բայց ոչ երբևէ ազգային պետություն հայկական։ Սա մեծ ծրագիր է։ Մեր թշնամիները շատ մեծ են։ Եթե դա հետևներ դնում ենք Իսրայել, դա հետևներ դնում ենք հիմա Թրամփ, ընդհանրապես դառնում է մի հատ սոսկալի ուժ մեր դեմ։ Բայց չի նշանակում, որ ամեն ինչ անհույս է։ Հա, հույս կա, դա մեր չհանձնվելն է։ Հիմա մենք առավել քան երբևէ պետքա լսենք Կոմիտաս։ Հիմա առավել քան երբևէ պետքա գնանք մեր ազգայինին, ոսից ծաղրեց այդ տականքը, ասեց հայկական ազգային մենտալիտետով։ Այ ամենամեծ թշնամին իրանց սարսափը Նժդեհն է, Կոմիտասն է, Թումանյանն է, Ռաֆին է, գնացեք ինչ ուզում եք կարդացեք, ախպեր հավատացյալ եք Նարեկացի կարդացեք։ Նարեկացուց անտիժ գիր գոյություն չունի, գրականագետ եք, էլի Նարեկացի կարդացեք։ Դուք այնքան բան կարաք սովորեք, որ հնարավոր չի ուրիշ տեղ գտնել, այսինքն հայկական ուզում եք գիտության մեջ լինի, ուզում եք մշակույթի մեջ լինի, ուզում եք, չգիտեմ, աստվածաբանության մեջ լինի, երաժշտության մեջ լինի, գնացեք, կարդացեք հայկականը, գնացեք, փորփրեք, ինձ էլ ասեք ինչ նոր բան եք գտել, ֆիլմ նկարեք, իդեպ, նկարեք ուղարկեք, ես խոստանում եմ ցույց տամ։ 5 րոպեանոց կլինի, 25 րոպեանոց կլինի, 5 ժամանոց կլինի, սարքեք ֆիլմեր փոքրիկ մեր մասին։ Դա կարող է, չգիտեմ, գրերի գյուտի մասին կներեք, գրերի վերականգնման մասին կարող է լինի, կոնկրետ գրողի, արվեստագետի, գիտնականի, որ մենք այդ մասին բան չգիտենք, գրեք, նկարեք, ուղարկեք, սա լինելու ամենամեծ պայքարը այս հրեշային համակարգի դեմ։ Հասկացեք, հարցը միայն ֆիզիկական մակարդակին չի լուծում։ Ֆիզիկական մակարդակի ուժը տալիս է մտավոր արժե համակարգը, եւ որ մարդը իր հետևում գիտի իր իրական մշակույթի արժե համակարգը, նա անպարտելի է ֆիզիկապես, նա հնարավոր չի ոչնչացնել, եւ իմաստ չունի։ Ոչնչացնում են նրան, ում մտածում են ոչնչացեցինք, այդքանով վերջանում ամեն ինչ։ Չէ։ Մեր արմատները այնքան խորն է անտերը, որ մեր հերիք ասես մի քիչ քանդում ենք, մի քիչ ասես մատիկով, ասես մի քիչ ավազը քաշում ենք այն կողմ, տեսնում ենք գանձ։ Ուղղակի մեր ամենամեծ մեղքը գիտեք որն է, որ հայացքով ենք մենք ուրիշ տեղ։ Հայացքով մենք ուրիշ տեղ ենք, մեր հայացքը անդադ շեղվում է, սրանով, նրանով։ Հենց մարդ սկսում ենք իր մեջ նայել, բոլոր հարցերի պատասխանը տա։ Մեր այնքան հարցի պատասխան կա, չեք պատկերացնի։ Ուզում եք հոգեբանության մեջ, աշխարհաբանության մեջ նայեք, ինչ ուզեք, մեր սեփական պատասխանը կա այնտեղ։ Հետ գնանք եւ մենք դառնանք անպարտելի, որովհետեւ դրանից դուրս է գալու նաեւ մեր գործողությունները ըստ դրա։ Այն ժամանակ, երբ որ մենք այդ որակի մարդ ենք, գրզոյի ամեն մի ասածը դառնում է 10 անգամ մեծ ավելի հարված եւ ոչ միայն գրզոյի, հա։ Իսկ այսօր ճիշտ հարվածները կար, քիչ չէր, բայց ես կուզեի որ ամեն օր նման հարվածներ ստանային դրա այդ բոլոր տականքները, որտեղ ամեն օր այդ առիթները կա։ Հիմա տեսնենք այսօր ինչ է եղել Տավուշում։ Այսօր յեթիմը գնացել է Տավուշ։ Սա գործարար աշխարհն է։ Տարել է Տավուշ։ Որ Տավուշի լացի պատի տակ նկարվի։ Իսկ ես հիասած դեմքով կանգնած է գիտեք ով է։ Այս աչիցը։ Սա կարծեմ գործարանների միության նախագահն է։ Արսեն կարծեմ անունով։ Չեմ հիշում այն ազգանուն։ Ինչ որ է։ Կարող Արսեն կա։ Ինֆորմացիա լինի։ Ինչ որ է։ Գիրանց այցել է։ Գիրանց որտեղ մի տարի առաջ դավաճանեց մարդկանց, տներից զրկեց,
ասես սա ձեր հայրենիքը չի, այն քո հոր գերեզմանը չի, սա քո հայրենիքը չի։ Ու իրանք այսօր եկել են գործարարները, իրանք ավտոբուսներով տարել են, ավտոբուսներով, որ իրանք ներկա լինեն, որ Փաշինյան Նիկոլը իր մոտ խոսա եւ այս հիացած հայացքով կասեմ Արսեն Ղազարյան, հա։ Լավ գիշեմ կասեմ։ Ուրեմն լսեն։ Ասում հայ օլիգարխը, հայ գործարարը, հայ ինքնունի ցավով եմ ասում։ Իհարկե կան, չեմ կարող չլինել։ Իհարկե կան հայ գործարարներ, որը եւ հայրենիք ունեն, եւ արժանապատվություն ունեն, եւ հասկանում են այս ամեն ինչը։ Հա, բայց նրանք հաստատ այնտեղ չեն լինելու։ Որովհետեւ եթե նկատում եք, ընդամենը 3 հոգի է, նայեք այս 3-ին։ Ընդամենը 3 հոգի է, ասենց ակնկալիք ունի այս եթիմից, մտածում է, այ հիմա պետք է իր մոտ լավ քցնել մոտիկից, կարող է մի բան էլ կպնվել, մի բան էլ կպտի, մի հատ պետական պատվեր ստանամ, կամ մի հատ, չգիտեմ, մի բան ներմուծելու համար արտոնություններ ստանամ, չէ՞ որ Հայաստանում օլիգարխները նշանակվում են, ով ավելի լավ է ծառայում, ով ավելի լավ է պատրաստ ծառայելու։ Հիմա նույն կարգի sense ակնկալիքով հայացքով նայում է Հայաստանի գործարարների միության նախագահը։ Այս ոչ բոլորն են գործած, դե Արխանան ավելի շատ է։ Ես էլ անցած տարվա սարկած պատն է, որ արդեն ճաք հատվել։ Նիկոլ, այս ճաքը, որի տակ կանգնած ես, շատ սիմվոլիկ է։ Այսպես քեզ ճաք հատվել, այս ասուցի Դավիթի բառերն ասեմ, դու մատ քեզ թափ դուր։ Կտեսնես քեզից ինչ է մնում։ Հոտի նման լցել են ավտոբուսները, տարել են, որ Նիկոլը խոսա պատի տակ, ինչ է խոսում ոչ մեկ չի լսում, բնականաբար ինքը ինչ կարա խոսա։ Գործարար աշխարհը ինքը ինչ պետք է adekvat բան ասի, իհարկե ոչի բան։ Բայց այս մարդիկ գուցե սրանց մեջ նաև կան ասենք ոստիպաս են գնացել, գուցե ինչ որ իրանից մի բաներ ներկայացնում են, բայց իրենք թույլ են տվել, որ իրանց նման իրենց հոտի նման լցնեն ավտոբուսը եւ տանեն մասովկայի, ասես նման կանգնացնեն, որ հանկարծ պատի տակ, այդ լացի պատի տակ դատարկ չերևա։ Հիմա հարց։ Եթե այս մարդիկ չգնային, մի քանի հոգի գնան ընդամենը։ Գոնե, մի բան կփոխվել իրենց կյանքում։ Կարող է դեպի վատը փոխվել, ես չգիտեմ։ Գործարար ինչ է, միանգամից կարող է զրկել ինչ-որ մի բաներից։ Բայց մյուս կողմից չէ՞ որ այս ամեն ինչը որ գնաց, ինքը sense տենց զրկվելու է դրանից։ Ես դեռ տարիներ առաջ այդ Սերժի ժամանակ այդ գործարարները ոչ են ուզում խառնել քաղաքականությամբ եւ բան ասում են ապել մեր բիզնեսը, մեր բանակցություն, ասում էի դուք եթե մի քիչ էլ sense մնաք, կամ Սաշիկն է ձեզ դրանից խլելու, կամ Թուրքն է գալու ձեզ դրանից խլելու, կամ Ռուսն է գալու ձեզ, կամ նոր օլիգարխ։ Հա, որովհետեւ միևնույնն է, եթե մի տարածքում օրենքը չի աշխատում, դու օրենքով պայմանավորված չես, հա, դու պաշտպանված ես, դու քո ունեցածը պահելու համար, դու պետք է գնաս անընդհատ նվաստացման, անընդհատ խախտումների, ու դրանով դոզան անընդհատ ավելանալու է։ Դու կամ վերջում պետքա պատրաստ լինես ամեն ինչի էդի պահելու համար, կամ մեկը մի պահից ասել ես ախպեր, ես չեմ կարա։ Ես նամը չեմ կարա, ես չեմ կարա քո համար ձայներ կերծեմ, ես չեմ կարա դառնամ քո համար մասովկի հոտ, ես արժանապատվություն ունեմ, ես չեմ կարա ծապտամ քո զավաճանությունների համար, որովհետեւ դա անխուսափելի է։ Դա միանգամից չի լինում, քիչ-քիչ է լինում։ Իսկ այդ ամեն ինչի պատճառը այն է, որ դու օրենքով պաշտպանված չես։ Հիմա սրանց եմ ասում։ Դու գնալը ոչ չլիներ, չգներ։ Որովհետև այս գնալը քեզ չի փրկում վերջնական կործանումից։ Ասում եմ, որովհետև ամենակարևորը չկա Հայաստանի Հանրապետությունում օրենքը, բայց այդ մարդը տուն ուներ այդտեղ։ Տուն, ինքը տուն ուներ վկայական ուներ։ Դու գնացել ես կանգնել ես իր տան տեղը, որ ասես Փաշինյան Նիկոլ, դու ճիշտ ես արել, որ իրան զրկել ես։ Հիմա վաղը քո ձևից նույն ձևի կարող քո բիզնեսն էլ խլի, մեկը գա կանի քո տեղ ասի, բանը ճիշտ ես արել, որ իր բիզնեսը խլել ես տուրից։ Տուրից։ Չէ՞ որ նույն ձևի ասում, բանը Սերժիկներ, Գրզոյի ամեն ինչը խլում էր, նեմես ասում ես տուրից։ Ես էլ միանգիտես այն ժամանակ ափսոսում էի Գրզոյին։ Ասում ինչ անարդար բան է։
Այդ մարդը հիմա ձեր ընկերն է, էլի ձեր օլիգարխն չեք ամենիչից զրկում, ձեռից խլում։ Հիմա այդ է, այս օլիգարխները շատ լավ պետք է հասկանան, դուք ինչքան ուզում ես ծառայի բան, եթե մի օր ավելի հարազատ է եկավ, մենակ այն հանգամանքով, որ քո գործունեությունը օրենքով ամեն ինչ պաշտպանված չի, քեզանից խլելու են վաղ թե ուշ։ Հիմա արժի ստորանալ, որ վերջում էլի խլեն։ Այ միանգամից հրաժարվի այդ ամեն ինչից։ Ես չեմ կարծում, թե այս մարդիկ այնտեղ այնքան կորած են, որ չկարողանան մի բանով իրենց ապահովել եւ այս ստորանալը պարտադիր պայման է, էլի։ Այ ես դան չեմ հավատում։ Համենայնպես չեմ հավատում մի հատ տղամարդ արժանապատվությունից ելնելով, որ սա թույլ է գնա ստորացման, կամ էլ ասենք ինքը իր ստորացման չի համարում, ստորացում չի համարում, ասում է, ինչ անենք ես ազգակործանա, ցեղասպանա, դու գնամ կողքի կանգնեմ, կնկարվեմ, լավ, մարդ կգամ իմ բիզնեսը կաշառա։ Սա իմ իշ սայրեղությունն է։ Ու այս կարգի մտածող մարդու համար եմ ասում, սրանք ազգություն չունեն, իրենց համար մեկը իրենց հարևանի երեխու, բարեկամ երեխոտ ինչ կատարվեց, տարան սպանեցին, վերջում էլ կարան ասեն 210 չէ, 10 էր, իբր դանից բանա փոխվում։ Հա ինչ անենք 15 զինվոր սպանեցինք, վառեցինք, հալա մի բան է կարել։ Այնանք առաջ։ Ոնց կարելի է խոսում։ Իմացա, որ տրանսպորտի թանկացման դեմ որոշումը կասեցնելու համար այսօր բանեն նախագիծը անցել է, մնում է ապրիլի 22-ին մտնի ավարտանու հերթական նիստ։ Տեսնենք կլինի թե չի լինի։ Հա, այն Ստալինի մասին որ ասում էին։ Այսպեսի բան է վաճառվում մեր մոտ օդանավակայանում։ Ստալին։ Պատկերացնում եք 42 թվի բան է ինքը։ Իբր բերքից ստացված կոնյակ։ Ստալին Հայաստանում։ Ու մեկը ինձ կարող ասի, որ Հայաստանը ռուսների կողմից չի բանը կառավարվում։ Սա հայերը ինչքան ուզում են, անեմ ասեն հայերը ռուսներին սիրում են, չէ, հայերը ինչքան ուզում են ռուսներին սիրեն, Ստալինի անունով կոնյակ պատրաստել ու դնել օդանավակայանում, որտեղ դրսից մարդ է գալիս, դա հայի նախաձեռնությունը չի, դա քաղաքականությունն է, դա Ռուսաստանում կարա Ստալինի արձան լինի, Հայաստանին դա պետք չի։ Ստալին օդանավակայանում Հայաստանի։ Ստալին ասենք որ տվել է եւ Արցախը եւ Նախիջևանը թուրքերին։ Էլ չեմ ասում ինչքան մարդա սպանել Ստալինը Հայաստանում։ Չեմ ասում են 300,000-ից ավել որ երկրորդ համաշխարհային ժամանակ նրանց սպանեցին։ Քանի միլիոն մարդա սպանել Հայաստանում մենակ այն Ստալինը։ Կարող միլիոն չի, քանի 100,000 առնվազն։ Ու Իրանով կոնյակ Հայաստանի օդանավակայանում։ Գիտեք ինչի, Կիրիենկոն է գալիս։ Գալուզիննա, ասում Զանգիերա Զեկուսի ինտեր Թուրքիա հետ քլեչի հետ ինչ էր խոսում։ Զախարովոնը իր agentին հրաման տալի, ասում է ծրի բանի Միսկի խումբը ամեն ինչ կարգավորվում է ռուսների կողմից, սրանց կողմից, սրանց կողմից։ Սրանց։ Իրանք սա գերագույն մասնագետներն են։ Գիտեք ինչի, որտեղ պատմականորեն իրանց համար մարդը երբեք մարդ չի եղել ու չի լինելու։ Այստեղ է որ մենք մշակութային խզում ունենք ռուսների հետ։ Մենք խզում ունենք։ Հայ մարդու համար մարդը մարդ։ Ռուսի համար ոչ թե ռուսը մարդ, ասկն իրենց համար ոչ թե այն ազգային խտրականությունն է դնում ռուսի համար հայ մարդ չի, չէ, ռուսի համար ռուսն է մարդ չի։ Ընդհանրապես ոչ մեկ մարդ չի։ Որովհետև երկու տեսակ կա։ Կամ դու ճորտ ես, կամ դու բան, ցար։ Ռուսի ինկալման մեջ։ Ինքը ուրիշ շփման ձև չգիտի, ասենք դա ճորտ ես ինքը իրավունք ունի քեզ քո կյանքից էլ խլի, քո ունեցվածքից էլ խլի, հա։ Վերջ ինքը ուրիշ հարաբերման ձև չգիտի ու դա տրանսֆորմացիա արած բոլոր երկրների վրա, որոնք գտնում են իրենց կոնտրոլի տակ։ Դրա համար էլ Հայաստանի օդանավակայանում հնարավոր է որ հայտնվի Ստալինի անունով կոնյակ։ Ինձ էլ ասում Նիկոլը, արդեն մտամետ է։ Մեկը ամեն օր բոլոր վիդեոներից տակ գրում է։ Գոսդեպը TSM-ով։ Իխոսկով ամերիկացիք Նիկոլի անտարման վրա 20 միլիոն փող են ծախսել ու Նիկոլը
Ամերիկայի մարդն ասում է, սա ասում է 21-րդ դարում, այս լուսավոր դարում, պատկերացնում եք։ Նույնա ոնց որ լուսավոր դարում մարդ մոմը վարի, նստի տակը, ասենք, չգիտեմ, գիրք կարդա։ Լույսը թողեց, բան, ասենք, ինտերնետ չէ։ Մոմը վարի, ամեն ինչ անջատի, գնա քարանձավի մեջ մոմը վարի, ու նստի, չգիտեմ, ինչու մի բան կարդա, կամ ոչ մի բան չկարդա, մոմի տակ այսպես նստի, այս լուսավոր դարում։ Այս միտք ունենալու համար առնվազն, ասենք, դու պետք է քարանձավում ապրես, մոմել ունենաս վառելու համար, լույսեր չլինի, էլի։ Ալակ մեր նորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասենք, մեր հետ է կապված ամեն ինչ։ Մի խոսքով արդեն IT աշխարհն էլ է հասկացել, որ այն ինչ որ ակնկալում էր Թրամփին հակառակ աշխատեց իրենց բիզնեսների վրա, հա, ու մեծ սխալ են համարում, որ իրանք աջակցել են Թրամփին։ Սա երևի պատմության մեջ ոնց որ բանն է, Նիկոլն է Հայաստանի համար, երևի Ամերիկայի պատմության մեջ էլ այսպես Թրամփն է հենց Ամերիկայի համար։ Այս իմիջով եմ ասում եւ դրա կապակցությամբ։ Եվ այսպես Սերբիայի պարլամենտը ունի արդեն Եվրոպամետ դաբան, վարչապետ, հակառակ Պուտինի ցանկությունների, ոնց որ Սերբիան կարողանում է շանս կա, որ կփոխվի Ռուսաստանի ազդեցությունից եւ այդ երկիրը կարող է փրկվի։ Իսկ այս երկիրը գիտեք ինչի է նման։ Այն բոդին sense բանով ճանկով կպավ, մտնում է sense արյան մեջ ու սկսում է թույն սրսկել, բացառապես ազգայնացնում է, թուլացնում է այդ մարմինը այնքան, որ այդ մարմինը դիմադրականությունը զրոյացնի ուղղակի։ Ոնց որ Հայաստանն է, ոնց որ Բելարուսն է, ոնց որ մնացած երկրներն են, որ իրենք եղել են իրապետության տակ։ Այ ինքը այս բանն է, հիմա Սերբիան կարող է տեղից դուրս գա։ Հայերից վրա դա շատ ազդել է, բայց քանի որ տակը ինքը բանը կա ամեն դեպքում ազգային ինչ-որ մի բան կա, մի քիչ դիմադրություն կա, էլի, մի քիչ դիմադրություն կա, բայց այս հրեշը ասում եմ, որտեղ վրա ձեռը դնում է, այսպես խկալում է ճանկերը մեջը ու բացառապես այնքան թույն ասացում, որ մարմինը դառնա ուղղակի անպետք շպրտելու նման մի բան։ Սա էլ բանն է, Ռյաբկովն է, փոխարկված նախարարը, որը Թրամփին ուղիղ մեղադրում է անգործության մեջ, համարյա թե անպարկեշտության մեջ, որ ինքը չի կարողանում ստիպի Ուկրաինայի, որ ինքը հրաժարվի ամեն ինչից, պետականությունից, պաշտպանվելուց, ցեղասպանվելի։ Մեղադրում է Թրամփին, որ Թրամփը չի կարողանում ծնկի բերել Ուկրաինային։ Որ հրաժարվի Ուկրաինան ամեն ինչից։ Նույնիսկ պետականությունից։ Ուկրաինական պետականությունը պետք է չլինի։ Հիմա Թրամփը սա պատասխանը պետք է տա։ Իրեն հասնում է հիմա։ Ինչ ասեն իրենց, ինչ ուզեն, լրիվ իրեն հասնում է։ Հիմա կամ պետք է իրականացնի Պուտինի ուզածը, կամ պիտի ասի ինչ չեմ կարողանում իրականացնել։ Ու հիմա սահսափեն նորից եմ ասում, այս ամեն ինչը ուղիղ կախված է նույն ձևով մեր գլխին։ Հայկական պետականությունը, ինչպես ուկրաինականը, նույն ձևով վերացման վտանգի տակ է։ Նույն ձև ու պահանջատերը այդ ամեն ինչի, նույն մարդն է, նույն Պուտինն է։ Ուկրաինայի վերաբերյալ են, Հայաստանի վերաբերյալ են։ Ալիևը ընդհանրապես իր գործիքն է, Ալիևը ոչ մեկն է։ Ալիևը զրոյ է ստեղ այս ամեն ինչում։ Այս ռուս-թուրքական այս դաշինքի մեջ Ալիևը ընդհանրապես գործիքն է։ Ցանկությունն ու ծրագիրը երկու պարագայում էլ գալիս է ուղիղ Մոսկվայից։ Իհարկե մեր պարագայում դա կապված է նաև Անկարայի հետ։ Դրա համար եթե հանկարծ Պուտինը հաջողեց Ուկրաինայում, չնայած կյանքում չի հաջողվի, ես դրան չեմ հավատում, ինքը գիտեք ինչի է նման, այն պարտված ծեծ կերած այն դիմացի ատամները փշրված, բայց հələ այն արյունոտ վերանով կռիվ տվող են հարբեցողներին է նման, որ սենց անգնում է ներքև, բայց այս թավալատալի ու ղժղժալով հետում կանգնում է իբրտե ինքը դեռ ունակա ինչ-որ մի բան անելու էլի։ Եվ այն կողքիներից էլ ասում բռնեք ինձ իբր որ ես դիմացին ինչ չուտեմ։ Այ հիմա այս վիճակի մեջ է Ռուսաստանը։ Դա համար ես ամեն վայրկյան, ամեն օր որ բացում եմ, ուզես սպասում եմ, էլի երբ է լինելու այն հարվածը ուկրաինական Ռուսաստանի, որ դա ուղղակի դառնա ինվալիդ, որ երկիրը չկարողանա շնչել,
որ Հայաստանը կարող է փրկել։ Հիմա ասում են, գրում են, չէ՞, որ բա ուկրաինացիներն էլ ուրախանում էին Ալիևով։ Իմ դարդը ուկրաինացիները չեն ուրախանում էին Ալիևով, թե չէ։ Իմ դարդը մենք ենք։ Բայց մեր հաղթանակի համար պետք է, որ ուկրաինացիները ուղղակի քանդեն այդ երկիրը։ Այն ժամանակ մենք շանս ունենք փրկվելու։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Նիկոլա համաձայն է, որ այդ երկաթգիծը աշխատի։ Եթե դա կար, էլ ինչու ենք մենք այդ դիրքերը պահում։ Դու դա գիտեիր ու ինչու էր ուզում, որ այդե տղեկը կռվեն։ Այսօր դու համաձայնություն ես տալիս այդ գիծը աշխատի։ Այսինքն դու դա գիտեիր։ Եվ որոշված էր, որ դա լիներ։ Այսօր ձեր ամեն արածը ցույց է տալի, որ դուք նախորոք պատրաստել եք այս պարտությունը, հանձնումը, որ լիներ սպանդը եղբայր զոհեր, որ դուք արդարանայիք, թե չկարացաք պահեք, բայց դուք չենք ասում ես, կարելի շուտ էլ կանգնացնել, ուղղակի այսքան զոհ չէր լինի։ Ասել է։ Չեք պաշտպանել մեր տղեկին, ուղարկել եք ուղակի մատաղ են լինել մեր երեխեքը, հանուն հայ ազգի, բայց ոչ հանուն ձեզ։ Դուք դահիճներն եք մեր երեխեքի ու Աստծո առաջ պիտի պատասխան տաք։ Այս մի բան է, որ Ալիևը չի կարա փոխի, դոկտոր Մահը չի կարա փոխի, Գրզոն չի կարա փոխի, Կիրիենկոն էլ չի կարա փոխի, իրան ասեք, դու իզու ես գալիս։ Սա մի բան է, որ ձեր ուժերից վեր է, ու սա է փրկելու Հայաստանը։ Եթե ազգային ժողովն ընձի տան, ես եղնեմ ղեկավար, հետ գնդակը հարեմ սաղին։ Լավ է, ես Երևան չեմ ապրում, թե չէ սաղորն ստեղ վատ բան կստացվեր։ Հա, վատ բան կստացվեր, ես մարտասպան կդառնար։ Լավ եմ, եթե ազգային Այն ջերոս դամբար պարտադիշի Երևանում ապրել, բայց ես լրիվ համաձայն եմ։ Կարծում Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի արցախցիների իրավունքներով։ Ուրա կառավարություն որ զբաղվի, աղջիկ ջան։ Մի կառավարություն չկա։ Ես միակ խորհուրդ կտայի կառավարության ղեկավարի, այսինքն վարչապետի տղայի, որ մի քիչ հասունանա, Սամվել վեպը կարդա։ Ես զբաղվի, այնց ոնց որ Սամվելը զբաղվեց, իր հորի մոր հետ։ Այ ամենը Շատ գործնական առաջարկ է։ Շատ զգում եք բոլորի մտքին այդ նույն բանն է։ Բոլորի մտքին այդ նույն բանն է։ Իսկ վերջում հաղորդման ուզում ես նկարած ես ստա։ Գիտեք ովքեր են այս գերեզգույները։ Հեսա իմ հարազատ Արցախի կամերայի նվագախմբի երաժիշտն է։ Բացառությամբ էլ իմ հարազատն է, բայց Արցախի կամերայի նվագախմբից չի։ Այս ժպիտը տեսնում եք ջութակները ձեռքներում է։ Դուք ուզում եք լուրջ այս ամեն ինչը վերացնեք։ Դուք լուրջ մտածում եք, դուք կարող եք այս ամեն ինչը վերացնել։ Հա։ Դուք մտածում եք, դուք այդքան անում եք ուժ, իշխանություն ունեք մարդկության ճակատագրի պատմության վրա, որ այս ամեն ինչը վերացնեք։ Չեք կարող։ Չեք կարող, այս մարդիկ այս ամեն ինչի մեջով անցած, այսօր ջութակներն են ձեռքները։ Այս դեմքով էլ կանգնած են Հայաստանի բեմում, Երևանի բեմում։ Գիտեք ինչի, որտեղ մի հատ ուրիշ ընկեր Նարեկ Ախնազարյան համաշխարհային երաժիշտ։ Իր գործունեության մի մասը նվիրել է այս երեխեքին։ Հա։ Դուք ինչ ուզում եք արեք։ Անպայման գտնվել են մարդիկ, անպայման, որ չեն թողել այս ամեն ինչը մեռնի։ Ու կարևոր չի դուք դրա սրա համար գումար կհատկացնեք, ձեր թալանից թե չեք հատկացնի։ Այն մարդու համար, որ այս ամեն ինչը կարևոր է, արժեք է, ինքը անպայման այդ հարցի լուծումը կգտնի։ Անպայման։ Ու այս ամեն ինչում դուք տեղ չունեք։ Իրանք են կերտում պատմությունը։ Իրանք են կերտել իրենց երկրի պատմությունը։ Դուք պատմության մեջ կմնաք որպես ցեղասպան դավաճան, ինչպես մեր ընկերներն էին ասում։ Ու դուք ուզում եք այս ամեն ինչի դեմ պայքարել։ Ես ասում եմ, մեզ տեսեք ինչքան բան նշեցի, չէ՞, թշնամիներ, այս 3 երկրները, դրանց թիկունքում կանգնած հրեական լոբին եւ դա գլխին կանգնած Թրամփը։ Չեք կարող։ Թրամփը նախավերջ չի մեկ,
Երկրորդն էլ եթե մենք իշխանություն ունենանք, այդ հրեական լոբին կարող է ուրիշ նպատակներ հետապնդի։ Էլ չեմ ասում կարող դրանից շուտ ընդհանրապես Ռուսաստանը քանդվի, իսկ ինչի չի կարող կազմալուծվի Թուրքիան եւ Ադրբեջանը, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց դրա համար նույնիսկ եմ ասում պետք է մենք այս հետ գնանք։ Մենք ներս նայենք։ Մենք ներս։ Մենք սայենք։ Մենք պետք է դրա մասին ուղղակի չմոռանանք։ Որովհետև զենքով իհարկե լավ կլիներ, որ մենք այն վիճակին լինեինք, որ զենքով կարողանայինք դրանց բոլորին դիմագրավեինք։ Բայց ցավոք Փաշինյանը Նիկոլ մեզ այն վիճակին է դրել իր դավաճաններով, իր ցեղասպաներով, երնիչերներով, որ մեզ զենքից զրկել են, բայց հիմա զենք կա, որ իրանց ձեռքը դրան չի հասնում, չի հասնելու։ Դա մենք ենք։ Այս աղջիկներն են, այս ժպիտներով, այս մշակութային ժառանգությունն է, մեր ինքնությունն է, որը սրանց համար ծաղրանքի առարկա է։ Ծաղրանքի առարկա։ Էդի լավ է իրանց համար ծաղրանքի առարկա է, նշանակում է իրանք օդի մեջ ասֆալտի վրա աճած խոտ են։ Պատկերացնում եք բանով քաշած փողում։ Ասֆալտի վրա աճած պատահական խոտ։ Այսպես։ Այսօր համար այսքանը։ Լավ մնացեք։